Ձեր շանսերը ինչպես է գնահատում։ Գնահատում եմ նորմալ, կարծում եմ ունեմ շանսեր, բայց վարչությունը ինչպես կորոշի։ Ինչպեսի մրցակցություն է ձեզ սպասում, մենք գիտենք որ Ենթադրում եմ քեշ, որովհետև բոլոր տեխնացիները շատ լավ կուսակցական ընկերներ են։ Եվ մեկ ճշտող հարց Տիկին Ջուլակյան, կուսակցությունն ունի որոշում, որ մեկը ամեն դեպքում քվոտան կանանց կնոջն է Ես անցնելու։ ընթացակարգի մասին մանրամասներ չեմ ասի, որովհետև ես լիազորված չեմ այդ մասին հայտնել։ Համենայն դեպս վերջնական որոշումը երբ կայացվի, արդեն ենթադրաբար վարչապետը կամ մեկ այլ անձ, որին նման լիազորություն կտրվի, կներկայացնի արդեն մամուլին, թե ինչ որոշում է կայացրել։ Եվ Տիկին Ջուլակյան, ՍԴ-ում մի շարք մեղադրանքներ էին ձեզ ներկայացնում։ Մեկապարանոց մեղադրանքներ այո։ Դուք այնուհանդերձ մտավախություն չունեք, որ բարձր դատարանը կզրոյացնի ընտրության արդյունքները, նկատի ունեմ նոր ընտրության անհրաժեշտություն կլինի, իսկ դուք արդեն պաշտոններ եք բաժանում։ Ես նման հեռանկար չեմ տեսնում, որովհետև այն ենթադրյալ խախտումները, որոնք ըստ մեր գործընկերների ընդդիմադիր իբր եղել են, իբր կրել են համակարգային եւ զանգվածային բնույթ, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում եւ նույնիսկ եթե եղել են սակավաթիվ առանձին դեպքերով որևէ խախտումներ, ապա դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների։ Եվ կներեք մեկ ճշտող հարցը։ Եվ ես որևէ հեռանկար չեմ տեսնում, որ Սահմանադրական դատարանը կարող է անվավեր Եվ պետք է սպասել, օրինակ, եթե նույնիսկ համոզված եք, որ սա դեռ ձեր օգտին վճռել կառույցի, հա։ Մենք նախ բոլոր պետական ինստիտուտները հարգում ենք, բայց նաև կարողանում ենք գնահատել արկա իրողությունները։ Իսկ արկա իրողությունը այն է, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, եւ դա է իրողությունը։ Այսքանը։ Եվ ինչ խնդիր։ Ինչ խնդիր։ Սահմանադրական դատարանը կկայացնի իր որոշումը հուլիսի 4-ին եւ վստահ եք ամեն դեպքում։ Ես նորից եմ ասում, դուք հետևում եք քննարկումներին, դուք տեսնում եք թե գործընկերները որքան հիմնազուրկ եւ օդից վերցրած հայտարարություններով են հանդես գալիս։ Ինչպես կարող են դրանք ունենալ որևէ ազդեցություն։ Պարզ է, որ որևէ հեռանկար այս գործը չունի։ Դա իմ դիրքորոշումն է, բնականաբար ես այսպեսով չեմ փորձում որևէ կերպ կողմնորոշել Սահմանադրական դատարանին կամ ազդել նրանց որոշման վրա, բայց կարծում եմ ակնհայտ է եւ նաեւ նիստին ներկա լրագրողները կարող են իրենց տպավորություններով կիսվել, որ այն փաստարկները, որոնք ներկայացվում են նիստի ժամանակ եւ այն փաստարկները, որոնք ներկայացված են նաեւ դիմումներով ընդդիմադիր գործընկերների կողմից որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչման, բայց ես ներողություն եմ խնդրում, արդեն պետք է գնամ։ Մենք չէ, ես Տիկին Ջուլակյան, քվեաթեր չենք մտնի։ Քվեաթերտիկը լինելու է բոլոր անձանց, հա։ Ես խոսեցի սկզբում այն մասին, որ ես ընթացակարգի այդ թվում եւ քվեաթերտիկի մասին լիազորված չեմ այլ փուլում խոսելու։ Եթե կուսակցությունը պատշաճ կհամարի, վերջում արդեն կպարզաբանի ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։